Star News կետեմ շարունակում է մեկ հոլովակում ձեզ ներկայացնել աշխարհային ընթացիկ օրվա կարևոր իրադարձությունները։ Շոումեն եւ պրոդյուսեր Արամ Մելիքյանն այսօր իր Instagram-յան էջում հայտնել է, որ իրենց համար կարևոր օր է։ Ամուսնանում են նրանց մտերիմներից մեկը։ Եվ Արամ Մելիքյանը եւ նրա կինը Լիլիթը սոցիալական հարթակներում հրապարակել են մի քանի կադրեր, ցույց տալով նախ Հարսիկին, ապա նաեւ իրենց։ Առաջարկում ենք դիտել հրապարակված կադրերը առանց մեկնաբանության։ Նույն դեպքերում ամեն դեպքում պարտություն կա։ Մեծ որ ես ձեզ հաղթանակն եմ աղթում, վայելեք իրար, գույլա տարեք, կարևոր իրար է։ Այդ դեպքում կամ լավ աղջիկ ունեմ այլով, երբ որ կարող ես ստեղծել իրենց ընտանիքում կանալ, դա հաղթանակն է։ Նույն դեպքերում ամեն դեպքում պարտություն կա։ Մեծ որ ես ձեզ հաղթանակն եմ աղթում, վայելեք իրար, գույլա տարեք, կարևոր իրար է։ Դերասանուհի Սոֆիա Պողոսյանն Instagram-յան իր էջում ցույց է տվել, թե ինչպես են անցկացրել ընտանեկան հանգստյան օրերը։ Կիրակի հրապարակմանը կից գրել էր Սոֆիա Պողոսյանը, իսկ մենք առաջարկում ենք դիտել տեսանյութը։ Հա, կյանքս, մտած ես էլ պիչեմ։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, շատ շուտով կկայանա դերասանուհի եւ երգչուհի Դիանա Մխիթարյանի հարսանյաց արարողությունը, որից առաջ Դիանան արդեն իր Instagram-յան էջում ցույց է տալիս, թե ինչպես է պատրաստվում, ապա նաեւ պատմում է աշխատանքային նորությունների մասին, որոնք շատ շուտով ավելի հասանելի կլինեն։ Իսկ այժմ առաջարկում ենք դիտել տեսանյութ։ Мои дорогие, քանի դեռ ես գտնվում եմ արդեն TV-ում, արագ մեյքափ անեմ եւ ձեզ հետ շփվեմ, պատասխանեմ ձեզ շատ հուզող հարցերի։ Ես չգիտեի, որ այս աստիճանի հետաքրքրված եք լինելու, բայց շատ ուրախ եմ իրականում այդ ուղղությամբ։ Так, люди мои дорогие, люди мои хорошие, այո, զարմացած եք, որ Ռազնելա նկարահանվելու նույն սերիալում, բոլորին շատ հետաքրքրող հարց։ Սերիալը երբ է լինելու եթերում։ Սերիալը լինելու է եթերում հոկտեմբերի սկիզբ։ Հստակ օր չկա, ես ամեն ինչ ավելի հստակ դες կասեմ, երբ որ ես ինքս հստակ իմանամ։ Բայց մենք արդեն նկարահանվում ենք, աշխատում ենք այնպես անենք, որպեսզի ձեզ ամեն տեսակի դուր գա ու ասեմ, որ շատ հետաքրքիր, անասելի հետաքրքիր սերիալ է ձեզ սպասվում։ Եվ այո, շատ ուրախ եմ, որ ուրախացել եք, որ Ռազնել է խաղում, անգամ ինձ ասում եք, այ որ Ռազը խաղալու է, ես կնայեմ անպայման, ուզում եմ ասեմ, ճիշտ ասեցիլի մի րոպե, այսինքն իմ համար չէ, Ռազի համար կնայեմ։ Так что ես շատ ուրախ եմ նմանատիպ արձագանքների համար։ Սկսենք մեյքափ անել։ Այնպես չի ինձ հարմար է հենց հիմա այս տեսքով ու այս հատվածում մեյքափ անելը, բայց ստիպված եմ այստեղ անեմ, որպեսզի կարողանամ ձեզ հետ նաև շփվել։ Ուրեմն սիրելիներս, մի քիչ խոսեմ նաև ձեր նամակների մասին, որ ստանում եմ անսահման շատ։ Խոսքը գնում է կրկին ու կրկին անգամ Հարսիշորի մասին, ինձ սաղ գրում են կխնդրենք էջերը ուղարկեք, որտեղ եք նայել, բայց չեմ կարող ուղարկել, որովհետև տեղեր կան, որ գոհ չեմ, իսկ տեղեր էլ կան, ուղղակի չեմ կարող գովազդել, էլ ինձ թվում է հասկանում եք ինչի մասին է խոսքը գնում առհասարակ։ Այդպես, ինչը վերաբերվում է իմ Հարսիշորին,
ասեմ, որ հարցի շոր կարելի ասել արդեն հավանած ունեմ, այն որ շատ եմ հավանել, բայց դեռ ուզում եմ մի տեղ էլ կա գնամ նայեմ, կգամ ընդհանուր հայտարարի ու կհասկանամ, որ մեկն եմ ես ուզում։ Հույս ունեմ այս քանի օրը ես այդ հարցին կպատասխանեմ ու կվերջանա այս հարցը, կփակվի, պտիչկա կդրվի դիմացը եւ վերջ։ Դա այդպես։ Շատ ուրախ եմ, որ այդքան անհանգստացած եք իրականում ու ինձ ասում եք ոնց ես հասցնում, իրականում փորձում եմ հասցնել, շատ բաներ արված է արդեն, մնացել է շատ քիչ բան անել, որոնք որ թողել եմ արդեն վերջին օրերին, որ նոր վերջացնեմ։ Вот так вот, люди мои дорогие, все трудно, да. Սիրում եմ ամեն ինչ, բայց նաև փորձում եմ համատեղել ինչ արած, такова жизнь надо терпеть, как всегда я говорю. Այդպես։ Ուրեմն ես իմ հարցի շորը գնացի ընտրելու իմ ընկերուհիների հետ, բայց ստեկա մի հատ մեծ բայց։ Ես առհասարակ հարգում եմ բոլորի կարծիքները, լսում եմ բոլորի կարծիքները, բայց վերջի վերջո ինձ համար կա միակ բանը, որ ես իմ մեջ շատ եմ գնահատում իրականում, ու ինձ համար դա ամենաճիշտն է։ Խոսքը գնում է հենց իմ անձնական կարծիքի մասին։ Ես կարող եմ լսել ձեզ, ես կարող եմ լսել մնացածին, ես կարող եմ լսել իմ ընկերուհուն, իմ մամային վերջի վերջո, բայց ես ունեմ իմ սեփական կարծիքը, որը որ ինձ համար շատ կարևոր է, որովհետև շորը հագնելու եմ ես, ինձ կոմֆորտ պետքա զգամ ես ինձ պետքա դուր գամ նախ եւ առաջ, նոր մնացածին։ Իսկ թե մնացածին դուր կգամ թե չեմ գա, ճիշտ ասած, կարևորը ինձ հարմար լինի այս բaragայում։ Որովհետև բոլորս էլ հասկանում ենք, որ հարցի շորը դա այն զգեստն է, որը որ բավականին ծանր է, բավականին անհարմար է, մենք պետք է փորձենք դա տանենք մեզ վրա մի ամբողջ օր ու դրա հետ մեկտեղ ուղակի ժպտանք, չհաշված այն, որ երբ որ հարցի շորը շատ ծանր է լինում, ինքս ինքան սկսում է ոտքի հետ շատ ուժեղ ցավալ բարձրակրունկների վրա։ Ներողություն, ամեն դեպքում հարցի շոր հագնելը դա շատ ծանր գործունեություն է ու շատ բարդ։ Так что, люди мои хорошие, սախ եմ ասում, եթե դուք գնում եք հարցի շոր ընտրելու, ունեցեք ձեր սեփական կարծիքը ձեր իսկ հարցի շորի հետ կապված։ Հիմա